Լեո մա ջուր կբերես հետդ։ Ապրես։ Լեո բա փող որտեղից քեզ։ Տպում եմ ապեր։ Վերևը սենյակում պրինտ ունեմ։ Հարց տվեցի քեզ։ Մնացել է մի քիչ դավ։ Դել փողերդ մի ծախսի պահի։ Ես մի երկու օրից մի քիչ կդզվեմ կգնամ գործի։ Դուրջ։ Այդ մենակ մտածեցիր։ Մոլադեց խզարել ես։ Չէ, բայց դու ես վերջերս բզբզում ես, որ ծեծ ուտես, Լեո։ Բա այս երկու օրը գործի գնալը ո՞րն է դավո։ Լավ չես։ Բա մնամ տունը ինչ անեմ։ Վայելի ապե, հանգստացի։ 6 տարեկանից աշխատել ես։ Ադե լավ էլի, Լեո։ Հասկացանք արդեն հերիք է։ Բայց վերջերս հետդ խոսալ չի նում։ Ցինիկացել ընկել ես մեջտեղ։ Ո՞վ է ցինիկացել։ Ապե լուրջ ձեր հետ 2 բառ խոսալ չի լինում։ Հա, Լեա։ Ոչ մի բան նոր տուն մտա։ Բա ասեցիր գործի ես գնում։ Լավ դե հասնես տուն զանգի մի հատ։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Արա լավ ինչ ես նեխել։ Նեխածը դու ես, Դավո։ Սա 2 օրը գնում եմ գործի։ Երեք գնայր, այսօր արդեն 2 օր կլիներ։ Ասեցիր։ Հանգստացար։ Հա։ Հա ու ասել էի։ Արա բա եկել եմ ուզում եմ 2 բառ հետդ խոսամ, այս 2 օրը գնում եմ գործի, քեզ փող որտեղից, փողերդ մի ծախսի խնայի։ Լավ էր էլի։ Լավ մետ հանգստացի, ինչ ես շարան մտել։ Լավ եմ արել։ Լավ չես արել, արա, որ հեսա տվի նոր կիմանաս։ Լկստվել եք, արա։ Ինչ պետք է խոսայր։ Ոչ մի բան ավես չկա էլ։ Ասում եմ ինչ պետք է խոսայր։ Ես էլ քեզ ասում եմ ոչ մի բան։ Լեո 3-րդ անգամ եմ հարցնում ու բարձը գալիս է գլխիդ։ Ինչ պետք է խոսայր։ Ասեցի բան չէ։ Խոսա։ Ապրես։ Դե խոսա։ Լեայի հետ է կապված։ Հա, իրա հետ է կապված։ Եկավ ասեց, որ ինձ է ընտրում։ Փաստորեն Լեան էլ հասկացավ իր տնեցիկ ովքեր են։ Մենակ մնաց են անխելք մանան է հասկանա։ Ոչինչ։ Հեսա կդառնա մակունցների հարսը։ Ներսից ամեն ինչ կուսումնասիրի ու ամեն ինչ կհասկանա։ Չգիտեմ ինչ ասեմ ապեր։ Ինչ պիտի ասես։ Ամեն ինչ ասածա։ Ասածա ու արածա։ Ապերն է դու ես։ Երբանից ես սկսել քեզ սենց անդաստիրակի նման պահել։ Ինչի սիրելը անդաստիարակությունը։ Սիրելու մասին ես տափակ տեքստերով հերիք Հա սիրում եմ, պապ։ Ու հերիքա սիրելու պատճառով ինձ ընտանիքի թշնամի դարձնես։ Հերիքա զգացմունքներս տրորես, ես հոգնել եմ արդեն։ Եթե աղջիկ եմ, չի նշանակում, որ զգացմունքներիս վրա պիտի թքած ունենաս։ Դու հələ քեզ չես ճանաչում։ Ինչի մասին ես խոսում կամ ումից ինչ ես պահանջում։ Իմ հորից եմ պահանջում։ Այն հորից ում աշխարհում ամենաշատն եմ սիրել։ Դե այդ ժամանակ հարց ու պատասխան չկար, չէ՞։ Այդ ժամանակ սիրել գիտեի։ Լավ։ Սիրում ես հա այդ Լեոին։ Շատ։ Ու խնդրում եմ, որ ինձ հասկանաս։
Հետո չասած չեմ զգուշացրել, որ դրա հետ ապագա չի կարա լինի։ Ես հավատում եմ, որ կարա լինի։ Այս անգամ էլ եմ հավատում քեզ։ Զանգի դրան թող գա մեր տուն։ Ինչի համար։ Դե ուզում եմ գա մեր տուն, իմ աղջկանից նստենք խոսենք։ Պապ, Քանի որոշումս չեմ փոխել զանգի։ Ինչ ես անում Հունոտ։ Խաղ եմ խաղում։ Ոնց որ բոլորը։ Բարև ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ։ Ճիշտն ասած հեռախոսս եմ ուզում փոխել, նորը գնել։ Համեցեք ցույց տամ մեր նոր մոդելները։ Samsung Galaxy S26 Ultra-ն է, հանդիսանում է տեխնոլոգիական կատարելության գագաթնակետը, իր մեջ միավորում է արհեստական բանականությունը եւ պրեմիում դիզայնը։ Կարող եք հանգիստ նայել, որոշել։ Ես ձեզ կմոտենամ։ Շնորհակալ եմ շատ։ Հա, դավ։ Հա, եկել եմ մոբայլ ցենթր հեռախոս եմ նայում։ Կարեմ հեռախոսովդ երկ միացնեմ։ Չէ, 2% է։ Հա լիցքավորվում է մեկը։ Տենց լարով նորմալ չի աշխատում։ Իմով միացնեմ։ Չէ։ Ռադիո միացնեմ։ Ասում եմ չէ, վա։ Լսի, ես ոչ աննորմալ եմ, ոչ էլ խփնված։ Ուղղակի պահիտակ անակնկալի է կա ամուսնության առաջարկիցդ։ Մի հատ վատ բնավորություն ունեմ։ Անհարմար իրավիճակներում սկսում եմ ապուշ հումորներ անել։ Ոչ, ինձ սրանից հետո քեզ կզսպես։ Կարևոր տեղ ենք գնում։ Ուր։ Մերոնց հետ ծանոթանալու։ Լսի, դու ինձ ձեռ ես առնում։ Լտոնդ փոխի։ Գրիշ ինչ ձերոնց հետ ծանոթանալ։ Հենց այտենց։ Մտածում ես երկար պետք է նստեի սպասեի։ Ես ոչ միտեղ չեմ գալու։ Խելոք ես կգաս։ Չեմ գալու։ Գալու ես։ Չեմ գալու։ Գալու ես ասեցի։ Հենց հիմա կանգնի իջնում եմ։ Երբ կկանգնեմ, այդ վաղտ էլ կիջնես։ Գրիշ աղաչում եմ, չեմ ուզում գամ, մի արա սենց բաներ։ Անան հանգիստ տեղի ասում եմ, մի բան գիտեմ, որ ասում եմ։ Ջան, Ես տանն եմ արդեն։ բա ինչի տենց ուշացար։ Ուշ չեմ հասել, ուղղակի ներքևում պապայի հետ էի խոսում, չէի կարողանում զանգել։ Նոր եկա սենյակ։ Ձայնդ մի տեսակա բան ա եղել։ Լեո իրականում եղել է, բայց չգիտեմ լավ բան ա թե վատ։ Այսինքն Այսինքն պապան ասում է Լեոին կանչի մեր տուն, գա խոսենք։ ինչի մասին պիտի խոսամ հորդ հետ։ Մեր։
Ես papayin ասացի, որ քեզնից չեմ բաժանվելու։ Ու այս աշխարհում ինչ էլ լինի, մենք իրար հետ ենք լինելու։ Ինքն էլ երևի հասկացա, որ էլ պայքարելու տեղ չկա։ Ասում այդ տղային կանչի, թող գա մեր տուն, իմ տան մեջ իմ աղջկա մասին խոսենք։ Լսի, ինչ է ինձ թվում, որ ստեղ մի բան այն չի։ Լեո, երդվում եմ, ես էլ եմ շոկի մեջ։ Պապայի հետ շատ վատ կռվեցի, ու ինձ թվաց էլի պետք է այն արտահայտությամբ վերջանա խոսակցությունը, որ ես քեզնից հեռու մնամ։ Բայց ես անգամ մի խոսքով լսի, ես մեր միակ շանսն է։ Խնդրում եմ քեզ, արի նստենք, հանգիստ պայմաններում խոսենք, հասկանանք։ Ես պապային միշտ աղաչել եմ, որ քեզ մեր տուն կանչի, նորմալ խոսենք, ինքը երբեք չի համաձայնվել։ Հիմա երևի ես վերջի դեպքերից հետո հասկացա, որ երկու կողմն էլ պետքա կոմպրոմիսների գնա։ Տենց լավ չի, կարող է հետս մի հատ էլ զինադադարի պայմանագիր բերեմ։ Լեո, լուրջ բան ենք քննարկում։ Լեա, լավ, սրա ինչն է լուրջ։ Էդ ինչ եղավ, որ տենց մի անգամից մտափոխվեց։ Որ գաս կիմանաս։ Լեո, խնդրում եմ, հանուն ինձ։ Համել եթե պապան քեզ մեր տուն ականչում, ուրեմն հաստատ կոնֆլիկտի չի գնա։ Ինչ ես անում, Հունա։ Խաղ եմ խաղում։ Ոնց որ բոլորը։ Հա, Գրիշ, Ինչ գործ եք, մամ։ ես սենյակում եմ, հայրդ իր սենյակում, քույրդ իր սենյակում։ Դեռ ոչ ոքի չի սպանել։ Դա շատ լավ է։ Դե ուրեմն պատրաստվեք հյուրեր ունեք ընդունելու։ Ինչ հյուր։ Մանանին եմ բերում ծանոթացնեմ հետներդ։ Մի րոպե, ինչ ես խոսում։ Ասում եմ Մանանին բերում եմ ծանոթացնեմ այսօր հետներդ, մամ ջան։ Այսօր։ Հա, բա երբ։ Տենց բան չանես, Գրիշո։ Խի։ Պետք չի։ Կարող է պապան փոշմանել է։ Ես չգիտեմ պապատ ինչ խաղ է խաղում, բայց կարծես դու էլ միացար իրեն։ Այսինքն, մամ։ Արի խոսենք։ Մամ ջան, մի խոսքով պատրաստվեք, ոչ մի բան չպլանավորեք, հեսա Մանանի հետ գալիս եմ, էլ երկարացնելու բան չկա։ Չէ, Գրիշո, մենակ արի։ Ալո, Գրիշ։ Բաժանորդը անջատել է հեռախոս։ Գրիշ, ես պատրաստ չեմ սենց հանդիպումների, խնդրում եմ։ Ակենք թեթև տար մերոնք է պատրաստ չեն։ Ինչը թեթև տանեմ գամ, ինչ ասեմ։ Դու բան մի ասա, ես ինչ պետք է կասեմ։ Բայց արի գնանք ավտոյի մոտ, Զարեթկեն նստավ պիտի միացնեմ։ Նար, քեզնից չի, այսօր չես ասում, Գրիլյանի լանչերը շատ համեղ է։ Դե առանց ասելու էլ պարզ է։ Դե չէ, դարձել է ռիտուալ, պետք է ասես։ Հելեն ջան, Գրիլյանի լանչերը շատ համեղ է։ Այնքան եմ ուրախանում, որ քեզ սենց փայլող աչքերով եմ տեսնում։ Ապրի Դավիթը, ես գոհ եմ։ Հա, Հելեն, իրոք ոնց որ ուրիշ իրականության մեջ ապրեմ։ Մի տեսակ այնքան անսովոր է այս կարգավիճակը։ Կարևորը երջանիկ ես, Նար։ Երջանիկ եմ, ուղղակի չգիտեմ հետո ինչ կլինի։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, այլ բան չխոսած, վերջ։ Հա, ուղղակի որ Լեային ու Լեոին տեսնում եմ այդ կարգավիճակում, այնքան եմ մտահոգվում, համ իրար սիրում են, համ էլ փորձություններա, որ ենթարկվում են։ Նար, ախր ձեր պարագան ուրիշ է, իրանցը ուրիշ, ու կտեսնես, որ ձեզ ոչինչ չի խանգարելու։ Շատ երջանիկ եք լինելու։ Կարևոր բան ունեմ ձեր հետ խոսալու։ Ինչ է պատահել։ Հունանն է կանչել իրենց տուն։ Ինչի համար։ Լեայի թեմայով խոսալու։
Իրանց տուն։ Հա, Մի օր դեմա, մի օր էլ կանչում տուն խոսալու։ դե կռվել է Լեայի հետ։ Իմ թեմայով Լեան էլ ասել է, որ ինձնից չի բաժանվելու։ Հետ էլ ասել է կանչի մեր տուն, թող գա նստենք, խոսենք։ Ասա եկա մարդ ես։ Այդ կողնորոշվի ինչ ես ուզում, ինչ ես անում։ Ուզում ես գնալ։ Ինձ որ մնա, ոտս այդ տուն չեմ դնի։ Դրա լակոտը աղբորս վրա կրակի, ես էլ գնամ հետները նստեմ, ինչ խոսամ։ Իմ թեման դիր մի կողմ։ Ուզում ես գնաս։ Դա ոնց կարամ ես քո թեման մի կողմ դնեմ։ Ուղղակի Լեային չեմ ուզում։ Ես իրավիճակում մենակ թողնեմ։ Անընդհատ խնդրում է, ասում է, արի պապայի հետ նստի, խոսա, թող այս հարցը կարգավորվի։ Բայց ոնց կարա կարգավորվի, չի կարա։ Որովհետև իմ թեման կա։ Հա, Աներեսների ընտանիք։ Են խեղճ երեխուն էլ փաստի առաջ են կանգնեցնում ու տանջում։ Լավ։ Հիմա ուշադիր ինձ ես լսում։ Ու չես ընդհատում, Լեո։ մենակ չասես իմ վրա կրակելը մոռացի։ Դե լսի էլի, Լեո։ Ես չեմ ուզում, որ տարիներ անցնեն ու դու հետո մտածես, որ եթե այն ժամանակ քայլ անեի, կարող է երջանիկ լինեի ու ամեն ինչ կարգավորվեր։ Դավո ջան, ինչ կարգավորվելու մասին ես խոսում։ Արա դե մի ընդհատի ու լսի էլի։ Ինչքան էլ ուզում ասես, որ տենց բան չես մտածի։ Մեկը ես գիտեմ, որ դու հոգուտ խորքում միշտ մտածելու ես այս հարցի շուրջ, տանջելու եք ես այս հարցը։ Լսի էլի ինչ եմ ասում, հավատա ինձ։ Հիմա իմ հարցը դնում ես մի կողմ։ Քեզ հարց եմ տալիս։ Ուզում ես գնաս։ Ես քո հարցը երբեք չեմ կարա մի կողմ դնեմ։ Ինչ ես խոսում։ Գնամ նստեմ Հունանի տանը, ինչ խոսամ հետները։ Իբր ոչ մի բան չի եղել, հա։ Լավ, հարցը սենց ձևակերպեմ։ Ուզում ես գնաս, որ հանգարցնես չստացվի, որ պատասխանատու պահին Լեային մենակ թողեցիր ու քայլ չարեցիր։ Լեո ջան, մի բան ասա հասկանանք։ Հա, ուզում եմ։ Բայց դե պապի ախր այն օրը խոսացինք իրար հետ թեմայով։ Դավ ինչքան էլ սիրեմ, չեմ կարա ընտանիքս մոռանամ։ Հա, բայց ով ասում ընտանիքդ մոռացի է։ Հունանի տուն գնալով ընտանիքդ չես մոռանում, մեզ էլ չես արժե զրկում։ Հա, բայց իրանք հաստատ տենց չեն մտածելու։ Դե թքած ունեմ իրանք ինչ կմտածեն, է։ Իմ համար իմ աղբոր երջանկությունն է ամենակարևորը։ Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Եթե Լեան այն մարդն է, ում հետ դու երջանիկ կլինես, ու ուզում ես քո կյանքը կապես, այն էլ այն դեպքում, որ իրան ընտրության առաջ ես կանգնացրել ու ինքը ընտանիքի փոխարեն քեզ է ընտրել, հիմա քո չգնալը սխալ կլինի, Լեո։ Բաղր երեխեն գնահում մի հիմարություն անեն։ Հիմարություն անելու համար տուն չէին կանչի, դուրսն էլ կարան անեն։ Լեո, գնա աղբերս, ինձ լսի ու գնա։ Գնա, որ հետո քեզ չմեղադրես, չտանջես քեզ, չասես կարայի երջանիկ լինեի, չարեցի ինչ-որ բան քայլ չարեցի։ Գնա հետը խոսա, բայց եթե կտնես համը հանում է, հանկարծ իրան սխալ է պահում, ուզում է քեզ խեղճացնի, նվաստացնի, թող ու դուրս արի, բայց առանց բառ ասելու կռիվ չանես։ Ու այդքանից հետո արդեն ես չեմ թողնի, որ այդ ընտանիքից ինչ-որ մեկի հետ կապ ունենաս դու։ Ուրեմն գնում եմ, նստեմ հետը հասկանամ ինչ ասում ու դուրս կամ վերջ։ Ու ամենակարևորը քեզ հանգիստ կպահես։ Լեան էլա չէ հետդ լինելու։ Հա։ Իսկ են լակոտը։ Չգիտեմ։ Մի խոսքով եթե ուզում ես, կարամ հետդ գամ։ Չէ, դե դավ գաս ինչ անես։ Ուրեմն գնատես ինչ ասում։ Բայց եթե զգացիր համը հանում է, առանց կռիվ անելու, առանց բառ ասելու, թողնում ու գալիս ես տուն։ Եղավ։ Եղավ։ Գալիս է Լեոն։ Գրելա գալիս եմ։ Զանգի ասա թող չգա։ Այսինքն
Ինչ այսինքն, ինչ ասում եք այսինքն, զանգի ասա թող չգա։ Մամ դիտմամբ եք անում։ Զանգեցի, խնդրեցի, աղաչեցի, որ գա մեր տուն, հիմա զանգեմ ասեմ մի արի։ Լեա, Գրիշոն մանանին ա բերում։ Մամ այդ դեպքում Գրիշին ասեք թող չբերի, թե իմ պարագայում հեշտ ա ստիպելը։ Չի պատասխանում զանգերիս։ Դե բա իհարկե, ձևը գտել ա։ Իրանն ասում անջատում ա։ Դու պատկերացնում ես, չէ, ինչ կլինի, եթե միաժամանակ գան։ Իսկ դու պատկերացնում ես ինչ կլինի, եթե ես Լեոին հիմա զանգեմ ու ասեմ մի արի։ Ես անկեղծ իրա փոխարեն լինեի, իմ վրա խաչ կքաշեի ձեռ առնելու համար։ Ձեռ առնելու բան չկա այստեղ։ Կա մամ։ Տպավորությունն է, որ Դավիթի վրա կրակելուց հետո Լեոին փորձում էինք։ Տեսնեինք մի հատ կգա, թե չի գա։ Տեսան գալիս ասցինք լավ, քո այդ պարզ է ամեն ինչ։ Էլ կարած չգաս։ Դու գոնե հասկանում ես ինքը ինչ դժվարությամբ ա եկել ես որոշմանը։ Մամ ամեն ինչ մի կողմ ա դրել ու գալիս է պապայի հետ հանդիպման։ Պապային ասա թող Գրիշի հետ մի կերպ կապի դուրս գա։ Կամ էլ թող Արամին կանգնացնի դրան դիմաց, որ Գրիշենց ներս չթողնի։ Լեա, հիշի։ Այս ամեն ինչը վատ ավարտ ա ունենալու։ Այդ արդեն տղուտ հետ, մամ ջան։ Մինչև վերջ պիտի ամեն ինչ փչացնի, չէ՞։ Չի կարելի այդքան էգոիստ լինել։ Այս հանդիպման հետ մեծ հույսեր չկապես։ Չեմ կարողանում Գրիշոյի հետ կապվել։ Ինչ ա եղել։ Զանգել ասել է մանանին բերում ա մեր տուն, ծանոթանալու։ Շատ լավ է։ Թող բերի։ Ինչի բան չունենք հյուրասիրելու։ Ոնց չունեմ։ Հեսա Լեոն էլ կգա, մեծ ճոխ սեղան կգցեմ։ Դու հասկանում ես ինչ ա լինելու։ Ես իմ քայլն արեցի։ Ասացի թող գա հետս խոսա։ Դրանից ավել էլ ինչ անի։ Ունան վերջ տուր ես ամեն ինչին։ Ինչի որ հետո էլ ինձ մեղադրեք։ Արի Արամ ջան։ Ոնց եք դիկին ինա ջան։ Բարև Արամ ջան։ Լավ, դու ոնց ես, որ քեզ փողոցում տեսնեի չի ճանաչի, շատ ես փոխվել։ Իսկ դուք չեք փոխվել, ես ձեզ կճանաչեի հաստատ։ Տեսա ինչ կոմպլիմենտ էր։ Դե քեզ էլ էտա պետք չէ։ Միանշանակ օրը կարող ենք համարել ստացված։ Քեզ գա ինչպես քո տանը, միայն ասա ինչ կխմես։ Սուրճ, եթե կարելի է։ Իհարկե։ Հա, իդեպ Արամը այսօր մեր հետ ընտրելու։ Չմոռանաս։ Չէ, իհարկե, ոնց կլիներ առանց ընտրելու։ Ես կնեղանայի։ Մեկ էլ ջուր էլի, եթե կարելի է։ Հենց հիմա։ Լեոն ճանապարհին է, պապա։ Գալիս է։ Վերցրու Արամ ջան։ Դավո, ճիշտ արեցինք, որ թողեցինք գնա։ Պապի, եթե չգնար, համ մեզ էր մեղադրելու, համ էլ իրան։ Ինձ թվում է այդ հունանը ինչ-որ բան ա մտածել։ Արամ ջան, սուրճուտ պատրաստ է։ Հեսա կգամ։ Լեա, կգաս մի րոպե։
Կներես, որ ես հարցը տալիս եմ, Լեոնին չի համար է գալիս։ Պապայի հետ խոսելու։ Քո հետ կապված։ Արամ, ինչ ա եղել։ Ուղղակի ուզում եմ իմանամ։ Չէ, դու ուղղակի չէիր հարցնի։ Արամ։ Չգիտեմ ոնց ասեմ, որ քեզ վատ չզգաս, բայց իմացի, որ քո հանդեպ անտարբեր չեմ։ Ես էլ չհասկացա այս կարճ հատվածը ոնց քեզ սիրալվեցի։ Ճիշտն ասած ուզում էի պապայիդ հետ խոսալ այս թեմայով, բայց ոնց հասկանում եմ։ Ճիշտ ես հասկանում։ Արի փակենք այս թեման, Արամ։ Կներես, ես պիտի ներս գնամ։ Avo? 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 Դու ստե ինչ ես անում։ Եկել եմ որ խոսանք։ Հեռու գնա։ Հեռու գնա ու հեռու մնա ինձ անց այդ դեպիլ դեպքով մի նայի վրես ներվային անում եմ։ Ես քո հետ խոսալու ոչ բան չունեմ, հեռու։ Ինչքան կարում ես ինձանից հեռու գնա, արա։ Դու չունես, ես ունեմ։ Դա ինչ ունես է։ Դու պես որ ինձ խոսալու բան ունենաս։ Էսա քո խոսալը։ Ռադ, մաքրվի, դամա։ Մաքրվի։ Ինչ անում։ Մաքրվի, դամա։ Մաքրվի, դարա։ Ապետ, որ ասում էի կտենայինք, խոսքը այսօրվա մասին չէր։ Լեո։ Շատ սիրուն եմ։ Դե մի քանի բան քեզ ընտրի, որ այսօր պետք է շատ սիրուն տեսք ունենաս։ Ես առանց այս շորերի էլ սիրուն տեսք ունեմ։ Հասկացանք, ասում եմ, դե ընտրի շուտ դուրս գանք։ Հասկացել ես, որ մեզնից տոքսիկ զույգ մեկ էլ մենք ենք։ Բա առավոտից ֆաշացնում ես, ինչ ես ուզում։ Նենց չի դու հետ ես մնում։ Պետք է հետ մնայի, հա։ Իսկ ինչի պիտի հետ չմնաս, որովհետև տղա ես։ Չէ, մանան, որովհետև շուտ ընտրի դուրս գանքի։ Քեզ պահելու ձև չգիտես։ Լսի, ես քեզ էլ ինձ էլ օտիդո պահում եմ։ Հա, օտիդո պահում ես ինձ էլ հետը։ Այո։ Լավ։
Այստեղ խելոք սպասի, որ փորձեմ գամ տոպրակներն էլ օտիդո պահես։ Իմ պահապանն ես դու։ Մի բան պետք է ասեմ, բայց նեղանալ չլինի։ Պապի ջան, դու ոնց կարաս ինձ նեղացնես։ Տղա ջան, այդքան մի պարկի, կթուլանաս։ Հիմի կասես պապս ծնդվել է։ Մեկ ասում եմ պարկի, մեկ էլ ասում եմ մի պարկի։ Չէ, պապ ջան, հասկանում եմ։ Ուզում ես, որ շուտ լավանամ։ Ցավը դել տանեմ, պապի մի բառից հասկանում ես։ Հիմա տաղում քեզ։ Դավո։ Արիմ երկու բառ խոսանք սիրտս, հանգստանը։ Ասա, պապ ջան, ինչ է եղել։ Անդադար գցում բռնում եմ, ճիշտ էր, որ թողեցինք գնա այդ մարդակերի մոտ։ Գիտեմ, սրտովը չի։ Նենցա, որ իմ սրտովը չի, ուղղակի պետք էր փորձել, պապ։ Որ հետո կասկածների մեջ չապրեինք, էլի, որ ինչ-որ բան կարայինք անեինք, բայց չարեցինք։ Ու դու հավատում ես, որ դա կանչելա Լեոյին իրանց տուն, որ մտածի իր աղջկա ու Լեոյի երջանկության մասին, հա? Դե եթե տենց չեղավ, ուրեմն ավելի վատ իրանց համար։ Իրանց աղջկան են դժբախտ ասում։ Որովհետև ես ինչքան տեսել եմ, այդ աղջիկը շատ է սիրում Լեոյին։ Բայց եթե սենց ինչ-որ վատ բան արեցին, արդեն ես չեմ թողի, որ Լեոն ինչ-որ հետ քայլանի։ Ես մի երկու անգամ եմ տեսել այդ մարդուն։ Հետ լավ հույսեր չեմ փայփայում, թե ամեն ինչ լավ է լինելու։ Ոչինչ, պապ ջան։ Պետք էր փորձել։ Պետք էր փորձել, որ հետո այդ կասկածներով չապրեինք, չտանջեինք մեզ։ Ես զգում էի, որ Լեոն տանջվում է ու չի կարողանում այդ քայլին գնա իմ համար։ Իմ մասին է մտածում, չի ուզում ինձ նեղացրած լինի։ Բայց իմ համար իմ աղբոր երջանկությունը ավելի կարևոր է, քան իմ ինքնասիրությունը։ Չեմ դադարում իանալ քեզնով։ Երջանիկ եմ, որ քո պապն եմ։ Դու հզոր ես։ Դե լավ, պապի։ Ինչ հզոր։ Դու հզոր ես քո խելքով, քո մտածելակերպով, քո մեծ սրտով։ Լեո, խնդրում եմ չլարվես, հա։ Պապան կարող է մի քիչ չար խոսա, դու ուշադրություն մի դարձրու։ Խնդրում եմ, հիշի, որ այս հանդիպումը շատ կարևոր է։ Լեա, կլինի ես ինստրուկտաժի փոխարեն մտնենք ներս։ Դե լարվում եմ, Լեո։ Մի լարվի, դուռը բաց։ Բարև ձեզ։